Երբ որ հարգարժան դատանը նշում դատապած, որ տիկին Սահակյանը ինչ-որ ժխտողականություն է դրսևորում, այդ դեպքում ուրեմն եկեք արձանագրենք, որ իրանք են ընտրովի մեր իրավական համակարգի գործող փաստաթղթերի մոտենում։ Այսինքն այդ ժխտողականությունը վերաբերում է նրան, որ իրանց համար ընդունելի կամ հասկանալի կամ սենց ասենք, այս գործ առաջ տանելու համար օգտակար սահմանական դատարանի որոշումները, մշտական դատարանի որոշումները կարան մեջ բերեն, բայց ասենք մոռանա 21 թվականի սահմանական դատարանի որոշումը, որ հակասահմանադրական ճանաչելիս, մոռանա, որ 2008 թվականի ամուսնությունների արդյունքները հաստատող սահմանադրական որոշումը մինչև հիմա ուժին է չարել, եւ ոչ մեկ դա չի բանարել, եւ այդ իմաստով հասկանալի չի մենք սա ինչ ենք քննարկում։ Մոռանա կամ չհիշել նաեւ նրա մասին, որ նույն ԵՊԽ-ն 3 անգամ բանաձև ընդունել, որոնցից մեկում թե երկուսում հստակ ֆիքսել է, որ հորդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին մարտի 1-ի գործով դատավարությունները բացառապես սահմանել, որ մահվան հանգամանքները բացահայտել եւ բացառել որևէ քաղաքական ենթակացած ունեցող մեղադրանքներ առաջադրվելով։ Բայց եթե ներժողական է, դա հիշում։ Դատախազը չենք հիշում։ Եվ ամենակարևորը, երբ որ նոր քիչ շարժուկից ասում եք, որ սահմանադրություն այն հին սահմանության խմբավորության մեջ է գործել, որ սահմանական նորմա ուղիղ է գործում, այսինքն դա նշանակում է, որ եթե հետո այսօր չկա, սահմանադրական գործող նորմը կարող է խախտել։ Իմ ասածը հետևյալն է, 96-րդ հոդվածով բացարձակ իմունիտետի ինստիտուտն է սահմանված։ Հիմա դուք մեջ բերում եք քրեական դատավարության օրենսգրքի ինչ-որ հոդվածներ, որ այս հոդվածում սա պետք է լինի, այն հոդվածով նա պետք է լինի։ Ես էլ ասում եմ, սահմանադրական իմունիտետը դա սահմանադրական ինստիտուտ է եւ անմիջապես գործող ինստիտուտ է։ Եթե հիմա հարցեր են առաջացել, ոնց նաեւ պետք է կիրառվի, առաջնահերթը պետք է լինի սահմանադրական մոտեցումը, այլ ոչ թե դատաիրավական ընթացակարգերով սահմանված ստորադաս օրենքների։ Բացի դրանից հարգել դատատաս, վերջերս սահմանական նորմերը վերադասեն բոլոր մնացած տեղական օրենսդրական նորմերի վրա։ Այսինքն անգամ ես սկզբունքից ելնելով ես առաջարկում եմ մի քիչ չեղատունել իմ ասածը։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե նորմը կա եւ մենք այսօր հասել ենք նրան, որ իրոք մի պատգամավորին կարելի է մեղադրանք ավելացնել, փոխել նախաքննության փուլը։ Իսկ մյուսին մեկ էլ կարելի է դա մի բան էլ ասեմ։ Նոր այդ հարց պատասխանի ընթացքում մի հարց հնչեց, երբ որ դուք վերջում կայացնելու եք, արդյոք պետք է թույլտվություն ստանալ, եթե որոշեք որակումով փոխեք իրավական եղանը։ Իմ ասած, ես ուզում եմ հետևյալ ասեմ, եթե դուք այս ուժերը հաղթահարելով հասնում եք այդ փուլին, այդտեղ ոչ մեկի մոտ հարց չի առաջանալու։ Այդ նշանակում է, որ առնվազն օրինական բոլոր ընթացակարգերը դուք անցել եք ու հասել եք վերջի կայացման փուլին։ Իսկ այդ օրինական իմ համար օրինական էտապը, այս էտապում նաև իմունիտետի հաղթահարումն է։ Եթե իմունիտետը հաղթահարվում է, եւ մենք գալիս ենք այստեղ եւ շարունակում ենք դատավարությունը, եւ հետո հետազոտում ենք ապացույցներ, չգիտեմ վկաներ ենք անցնում եւ այլն, եւ դուք գնում եք առանձին ֆոտոկրատական սերիալ, այո, դա դες ամբողջությամբ հիմք է։ Բայց այս պայմանությամբ մենք ասում ենք, որ չի կարող շարունակվի այս ընթացքը եւ այս գործընթացը, մինչեւ չի հաղթահարվել այս խնդիրը։ Կհաղթահարվի այդ դեպքում այո, երթադրում դատախազի պատասխանել է, դա լինելու, որ այո, ինքնուրույն կարող եք այդ որոշումը կայացնել։ Բայց մեր ասած առողջները, որ մինչև այդ էտապին հասնել, մինչև այդ փուլին հասնելը։ Երբ որ ասում են սահմանադրական օրենսգրքի էսիչ բաժինը սրա մասին է, այս բաժինը այս մասին։ Ես էլ ասում եմ, սահմանադրության 96-րդ հոդվածը անձնուրդելիության մասին է։ Հիմա ո՞րն է ավելի կարևոր։ Շնորհակալություն։